Սիրելի քաղաքացիներ, վերջին շրջանում մենք անընդհատ լսում ենք ձայնագրությունները, որոնցում երևում է, որ մարդիկ կամ ընտրակաշարք են բաժանում, կամ ընտրակաշարք են ստանում։ Կարծում եմ ավելորդ է ասել, որ ընտրակաշարք տալը կամ ստանալը կամ միջնորդությունը մեր երկրում քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես ուզում եմ խոսել ընտրության գաղտնիության մասին։ Սիրելիներս, ընտրությունը, քվեարկությունը գաղտնի է, եւ սա սկզբունք է, որից չկա շեղում։ Ավելին, քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն, ինչը նշանակում է, որ քվեարկողը ինքն է պարտավոր գաղտնի պահել իր քվեարկության արդյունքը։ Թե ինչպես եւ ում եք քվեարկել, ոչ մեկի գործը չի։ Չհավատակ այն մարդկանց, ովքեր ձեզ կասեն, որ հնարավորություն ունեն ստուգելու, թե դուք ինչպես եք քվեարկել։ Քվեախցիկում դուք լինելու եք միայնակ եւ որևէ տեսաձայնագրություն, որևէ նկարահանում քվեախցիկում հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է ձեր պարտականությանը, ապա պետք է նշեմ առանց վախեցնելու ցանկության, որ քրեորեն հետապնդելի է նաև քվեարկության արդյունքը տեսանկարահանմամբ կամ այլ եղանակով այլ անձանց հասանելի դարձնելը, եթե դա կատարվել է շահադիտական դրդումներով։ Պարզ լեզվով ասած, եթե դուք օրինակ վերցրել եք ընտրակաշարք եւ դրանից հետո ներկայացրել եք այն անձանց, ովքեր որ ձեզ բաժանել են այդ ընտրակաշարքը, ձեր քվեարկության արդյունքը, ապա դուք ենթակա կլինեք քրեական պատասխանատվության։ Ես ձեզ խնդրում եմ, եղեք տեղեկացված, եղեք զգոն, իմացեք ձեր իրավունքները եւ որ ավելի կարեւոր է այս դեպքում ձեր պարտականությունները։ Քվեարկեք այնպես, ինչպես ձեր սիրտն է կամենում։ Այլ եղանակ այս դեպքում չպետք է գործի։ Սիրում եմ բոլորիդ։